բռնության ունակ մարդը չի փոխվելու։ Մի ներեք։ Իմ, ասում է, տառապանքս փորձ ունի։ Ես իմ կյանքի փորձից ելնելով մարդուն կարող եմ ասել, չի փոխվելու։ Չսպասես, որ 10 օր քնեք արթնանաք, 10 ծաղկեփունջ կամ շքեղ մատանի նվիրելուց հետո այդ մարդը իսկապես գիտակցել է եւ այն ներումը, որ քեզանից հայցել է, իսկապես անկեղծ է եղել եւ ինքն իր վրա աշխատում է, որպեսզի այլևս երբեք ձեռք չբարձրացնի կամ բռնությունը միայն ֆիզիկական չէ, լինում է հոգեբանական բռնություն, տնտեսական, տարբեր ձևերի կարող է բռնությունը լինել, որը տարիների ընթացքում քեզ հյուծում է, բայց շատ-շատերը ականջալուր չեն լինում, իսկ հետո ունենում են շատ ծանր հետևանքներ։ Եվ հետո այլ բան էլ կա, չէ, հիմնականում փորձում են սխալ փնտրել իրենց մեջ։ Մտածում են, որ եթե ես սա այսպես անեմ, այլ բռնություն չի լինի։ Դա եւ նաեւ օրինակ իմ սխալը, որը ես արել եմ, բայց որը փորձում եմ այլևս երբեք չանել, երբ ինքդ քեզ մխիթարում ես եւ համոզում ես եւ դիմացինին արդարացնում ես քեզ համար այդ պահին པարս ինչ որ ճշմարտությամբ, որ իսկ որ մեկս ենք անթերի, իսկ ես չեմ անում սխալներ, բայց կրկին չէ որ սխալը սխալի հետ համեմատած ունի ինչ որ հստակ տարբերություն։ Դու էլ ես սխալվում, դու էլ անթերի չես, դու էլ կարող ես ինչ որ մի բան ես անում, որ կողակցիդ դուրս չի գալիս, բայց դու չպետք է դիմացինի թույլ տված անմարդկային անընդունելի քայլերը արդարացնես, որովհետև դու էլ իդեալական չես։